մենք չենք կարող սեռական համակարգի կարգավորման համար հորմոնները կամ դեղերը ճիշտ ընտրել, եթե մենք դեռ չենք կարգավորել արյան մեջ գլյուկոզայի քանակը ամեն օր։ Դրա համար գլիկոլիզացված հեմոգլոբինը։ Եվ դուք շատ լավ գիտեք, որ շատ հաճախ կանայք, որոնք տարիներ տառապում են չբերությամբ, գնում են էկոյի։ Էկոյի հասնելուց առաջ շատ մանրամասն պետք է յուրաքանչյուր կնոջ ամբողջ առողջական վիճակը, այդ թվում նրա բոլոր ներզատիչ կեղձերը եւ քաշը ընկերներ, քաշը, որը կարեւոր է։ Եվ շաքարախտի պայմաններում ոչ միայն կարող ենք ունենալ ռեպրոդուկտիվ համակարգի խնդիրներ, ընդհանուր մինչև անպտղություն, մենք կունենանք ճարպակալում, որ իր հերթին կբերի այդ համակարգի վատացման։ Եվ վերջապես, եթե նույնիսկ հաջողվել է, որ հղիանակինը շաքարախտով 9 ամիս նա պետք է լինի իդեալական հսկված գլյուկոզայի մակարդակով, հակառակ դեպքում կունենա վիժում, կունենա սաղմ, կունենա երեխա, որը կունենա բազմաթիվ դեֆեկտներ, վնասումներ զարգացման process-ում, էլ չեմ ասում կնոջ հղիության ընթացքի բարդություններ, ընդհանուր մինչև էկլամպսիաներ, էլ չեմ ասում ծննդաբերական ակտի բարդություններ, դրա համար այդպիսի կանայք կեսարյան հատումով մինչև իսկական ծննդաբերության ավարտի հասնելը 15 օր շուտ կեսարյան հատումով երեխային են փրկում եւ մորն են փրկում եւ այլն,